մեր խոնարհումն ենք արտահայտում հայ ժողովրդի նորագույն պատմություն կերտող մեր բոլոր անձավակներին, ովքեր իրենց կյանքն են տվել, ովքեր որ մեծ ավանդ ունեն հայկական բանակի կերտման գործում եւ ես մեր ժողովրդին շնորհավորում եմ հայկական բանակի կազմավորման կապակցությամբ եւ ցանկանում եմ հաջողություններ իհարկե այսօր տոնակատարությունները այն մեծ շուկով եւ այն տրամադրությամբ չեն նշվում, ինչպես նախկինում էինք նշվում, որովհետեւ մենք 44 օրյա պատերազմի ընթացքում պատմություն ենք գրել, այնուհետեւ անհաջողություններ են բազմաթիվ եղել, Արցախն ենք կորցրել, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ հայկական բանակը այն կառույցն է, որը որ պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնել, առաջինը կարող է շտկել իր ողնաշարը եւ ի վերջո մեր ժողովուրդը ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի նրա անվտանգության երաշխավորը եւ հայկական բանակը յուրաքանչյուր պետության եւ մեր պետության հզորության, ռազմական հզորության առանցքն է եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ մեր խոնարհումը արտահայտել մեր բոլոր այն զավակներին սպարապետի գլխավորության, որովհետեւ Եռաբլուրում են գտնվում այսօրը յուրովի նաեւ հաշվետվությունը մեր բոլոր այն մարտական ընկերներին, որոնք որ բոլոր ժամանակների, բոլոր պատերազմների, բոլոր այսպես բախումների արդյունքում են իրենց կյանքը տվել մեր հայրենիքին եւ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր տոնակատարություն է մեր համար պարտք գալ եւ մեր հարգանքի տուրքը մատուցել մեր բոլոր զավակներին